եւ եթե նա ճարպեր կուտակում պլյուս դրան, հիմա մենք ուրիշ խնդիր ունենք։ Շաքարախտի ժամանակ շատ հաճախ, երբ որ սկսում են սխալ սնվել, չշարժվել, գլյուկոզան չի յուրացվում, ճարպային փոխանակությունը խանգարում է, սկսում է ճարպ կուտակվել։ Եկանք երկրորդ խնդրի վրա, որը մենք նախորդ հաղորդման ժամանակ ձեզ հետ բեր էինք լուծել, չէ՞, ճարպակալումը եւ սեռական ֆունկցիան։ Հիմա գալիս է շաքարախտի ժամանակ նաեւ երկրորդ խնդրը, սկսում է ճարպակալումը, ճարպի կուտակումը, որովայնային ճարպի կուտակումը եւ լյարդի ճարպակալումը։ Իսկ որտեղ պետք է վառվեր գլյուկոզան լյարդում։ Հիմա ձեր լյարդում շատ լուրջ վիճակ է, բոլոր լյարդային բջիջները, որոնք պետք է շատ լուրջ դեր կատարեին, լցվել են ճարպով, կուտակված եւ ի վիճակի չեն նորմալ աշխատանքի։ Հիմա եկեք ձեզ ուզում ենք շարժեք թևերը։ Եթե ես ձեզ մի բան հագցնեմ, բնականաբար թևերն էլ հետը միասին, դուք չեք կարողանա ձեր թևերը շարժել։ Նույնը այդ խեղճ ջարդային բջիջը, հեպատոցիտը լցվել է ճարպով, չի կարող աշխատի եւ գլյուկոզան չէր կարողանում վառել, բայց մեր ամբողջ ֆերմենտները, մեր մնացած հորմոնները, ամեն ինչը, մեր իմուն համակարգը սկսվում է այնտեղից։